Ես երկու տեղ եմ աշխատում եւ երկու տեղի աշխատանքի ընդհանուր բանը 13000 դրամ արվում է, արդեն երրորդ ամիսն են, դա քիչ գումար չի քանի որ պարտադիր բաղադրիչը մենք պահանջում ենք որ հանեն եւ գիտենք որ կասեց սրա տուժը պահանջում ենք որ այսուհետ չլինի պահումներ դեպս եւ գիտենք որ աշխատանը հրաման է որ դպրոցում եք Ես գնում եմ աշխատում Դիմել եք բույթ նախարարին Չէ, տնօրեն այնտեղ չեմ կարծում որ աշխատապահություն դիմել են դա այնտեղ ասում են մեզ ոնց կասեմ վերևից կարգավորեն այնպես էլ կանեն Եվ դու մեզ որ մենք կարծում ենք որ պետք է դիմել ավելի վերև քան ոչ մենք դիմեցինք աշխատապահությանը այսինքն մեր պահանջն է կոնկրետ երևի թե աշխատանին նախամ չգիտեմ մանկավարժները ինչով են առանձնանում ինչու մյուսները եթե չեն փոխանցում մանկավարժներին պետք է ասինամի առանձնել չին ու խախտում աշխատավարձից առանց մեր կամքի գնում են պաուզները մեր փոխարեն ինչ-որ ֆոնդեր են ընտրվում եսին ինչեր են լինում հունվար փետրվար մարտա բոլոր ամիսներից սպառում Ճիշտ է մեծ չի շատ գումարը, բայց եթե գումարվում այլ շատ մեծ ազարում Հիմնական մասը ուսուցիչներ Երևան թե Երևան Մարզերից են Տնօրենները տնօրենության հետ ձեր զրույցների ժամանակ տնօրենները ինչ են ասում, ինչու են պահում, իրենց կոնկրետ հանձնարարությունը ինչ է Բայց այս նոր օրենքի պարտադիր վառի շնորհիվ չակերտավորվում մենք կորցնում ենք այն իրավունքները, օրենք մեր իրավունքները պաշտպանելու Նախարարից պահանջում ենք նաև հետկանչել ապօրինացիաների գրությունը, որով նա նախկին վարչապետի արդեն հրամանը նոր ներկայացնելով 20 օրվա ընթացքում ներկայացնելով պարտադրում է մեզ կատարել այդ փոխանցումները։ Եթե նախկին վարչապետը ապրիլի 13-ին արդեն իրավունքները վայր դրել, մեր նախարարն ինչպես է այդ պարտականությունները վայր դրած վարչապետի որոշում ապրիլի 23-ին մեզ ներկայացրել մանավանդ որ յուրաքանչյուր որոշում մեզ պետք է հասնի 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ 20 օր մտածելուց երկար բարակ գցել բռնելուց հետո մեր նախարարը որոշել է ապրիլի 23-ին մեզ պահանջ ներկայացնել։ Մենք պահանջում ենք նաև այդ որոշումը հետկանչել։ Մենք պահանջում ենք նաև մեր տնօրենների առանց ցածր աշխատավարձ ստացող մանկավարժների, գիտնականների, դասախոսների աշխատավարձի կանոններ չանել։ Մեր աշխատավարձերն առանց այն էլ մեզ չեն բավականացնում որվա խնդիր լուծելու համար։ Ես ինքս ստանում եմ 32000 դրամ աշխատավարձ։ Չնայած ունեմ 17 տարվա աշխատանքային փորձ եւ հանրապետության լավագույն ուսուցիչ մրցույթում Երևան քաղաքում ճանաչվել եմ հաղթող հանրապետական մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ մրցանակային տեղը, բայց այսօր մեր նախարարի գրչիմի թեթև հարվածով մենք կորցրել ենք եւ մեր դասաժամերը եւ մեր աշակերտներին ու հազար ներողություն աղքատավարձ ենք ստանում ոչ թե աշխատավարձ։ Հիմա 32, 40, 50 թող լինի 80000 դրամ աշխատավարձից Պահումները ավելի վատացնում են մեր գիտության կրթության ոլորտի աշխատակիցների վիճակը։ Մենք պահանջում ենք նաև չկիրառել այդ կեսը։ Եվ մենք հստակ խնդիր ենք դրել նախարարի առջև, եթե նա մեր պահանջները չկատարի, մենք պատրաստ ենք գործադրել։ Մինչև անգամ պատրաստ ենք բոյկոտել սպասվելու սկզբունքները, որովհետև համբերության բաժակը մի օր ի վերջո լցվում եւ ցածրանում է։